Տեսեք ինչ խելացի լուծում է մտածել Մակդոնալդսը։ Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում միլիոնավոր մարդիկ մի միջոցառումից մյուսն էին վազում ու բառացիորեն ուտելու տեղ չունեին։ Ու Մակդոնալդսը խնդիրը շատ արագ, բայց շատ խելացի ձևով լուծեց։ Նրանք ստեղծեցին վերամշակվող տոպրակ, որը պարզապես ուտելիք տեղափոխելու համար չէր, այդ տոպրակը կարելի էր ամրացնել փողոցի սյուներին եւ այն մի վայրկյանում վերածվում էր սեղանի։ Կանգնեցիր, տեղադրեցիր, կերար ու գնացիր։ Արդյունքում մարդիկ հարմարավետ ուտում էին, քաղաքը չէր աղտոտվում եւ Մակդոնալդսի վաճառքները աճեցին։ Աճեցին պարզապես, որովհետև նրանք լուծեցին իրական խնդիր խելացի դիզայնով։ Եվ հիմա նայեք, ինչ է արել Կոկա-կոլան Ճապոնիայում։ Սուրբ ծննդին նրանք շշի պիտակը այնպես էին ձևավորել, որ երբ քաշում ես, այն վերածվում է տոնական ժապավենի։ Մի փոքր շարժում, բայց մեծ էմոցիա։ Դու ոչ թե պարզապես խմիչք էիր գնում, այլ տոնական փորձառություն։ Սա ստեղծարար չէ։ Մեծ բրենդները վաղուց հասկացել են, փաթեթավորումը միշտ չէ, որ արտաքին տեսքի մասին է, այն փորձառության, զգացողության եւ հիշվելու մասին է, եւ հենց այդ փոքր բայց խելացի գաղափարներն են, որ ապրանքանիշը դարձնում են տարբեր եւ ստիպում մարդկանց հիշել ու կրկին վերադառնալ այդ տվյալ ապրանքանիշին։ Շնորհակալություն, լավ մնացեք, եթե չեք հետևում իմ էջին, ապա սխում եք ու հետևում եք, որ ամենաթարմ նորությունները հենց դուք իմանաք իմ հետևորդները։ Շնորհակալություն։